Գուցե մի շաբաթ էլ դեռ խոսեմ, դեռ առիթ կունենամ լայվով խոսելու, որտեղ կարևոր թեմա է, ինչու այդ 3 ուրեմն քաղաքական ընդդիմադիր ուժերի մեջից իմ գերադասությունը գնում է 17-րդ համար Հայաստան Դաշնքի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմը եւ բոլորին կոչ եմ անում, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ ձայն տան հատկապես 17-րդ համարին։ Ամենայն հարգանքով, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի ստեղծած այդ քաղաքական ուժի կապակցությամբ, եւ թե Ուժեղ Հայաստանի եւ Սամվել Կարապետյանի ուժի կապակցությամբ։ Իմ համար կարևոր գործոնը ժողովուրդ ջան այստեղ անվտանգային հարցերն են։ Հիմա տնտեսական առումով, եթե հետևել եք քարոզարշավին, բոլոր քաղաքական ուժերը խոստումներ են տալիս տնտեսական առումով, որտեղ վերջին հաշվով ես իմ համար էլ լրիվորեն հասկանալի է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ով ընտրում է, ապրում է Հայաստանում, տարապում ունի սոցիալական տնտեսական խնդիրներ, բնականաբար առաջին հարցը իր սոցիալական տնտեսական խնդիրներն է։ Որքան փորձենք խոսել արժանապատվությունից, հարգանքից, հպարտությունից, այնասիրությունից, ես շատ լավ եմ հասկանում եւ կիսում եմ, ուզում անկեղծ լինել, շատ ես ասած չեմ ուզում մեղադրեմ իմ սերի հայաստանցի քույր եղբայրներին, որոնց համար սոցիալական տնտեսական հարցերը երբեմն ավելի առաջնակարգ են, քան ասենք անվտանգային հարցերը, որտեղ մարդը ամեն դեպքում պիտի ապրի, պիտի կարողանա այդ օրը իր ընտանիքի ապրուստը ապահովել իր համար, կարողանա եթե դուրս է գալիս աշխատանքի երեկոյան եւ տուտ անգնում բավարար եկամուտ ստեղծած լինի իր համար, որպեսզի կարողանա իր տան վարձը վճարի, իր ընտանիքի, այդպես ասած, օրօրյա հոգը, կարիքները հոգա, ես գիտեմ, վարկերը, որ ունի բանկերին կարողանա դրանց փակել, ամեն դեպքում դրանք կարևոր են։ Պատկերացնել, որ մարդուց խնդրել, որ այդ ամեն ինչը դու պիտի դնես կողք, մոռանաս միայն հայրենասիրությամբ տարապես, չի լինում այդպեսի բան։ Բոլորս էլ պիտի հասկանանք, որ շատ մեծ պահանջ պետք է լինի մարդուց պահանջել, որ դու այդ ամեն ինչը գնա կողք եւ կողքտիր եւ միայն զբաղվիր հայրենասիրական թեմաներով։ Թեև կան մարդիկ, որ իսկապես իրենց կյանքում այդպես են ապրում, բայց դե ես չեմ կարող բոլորին պահանջել, որ այդպես լինեն։ Ես պարտավոր եմ պես ասած նայել եւ նկատի առնել մեր հասարակության մի խոշոր մասի մոտեցումները։ Հետեւաբար սոցիալական տնտեսական խնդիրները չափազանց կարևոր են եւ տեսնում ենք, որ հիմնական քարոզարշավը հատկապես Նիկոլի պարագային կենտրոնացած է հենց նման երևույթների վրա, որ մենք ձեզ ապահովել ենք, ես իշխեմ անվճար բժշկական ծառայություններով, ինչ որ տարեցների պարագային ասում, այս ենք անում ձեզ համար 3 մարդեր իշխեմ խմած վարորդների վկայականներն են իրենց վերադարձնում։ Գիտեք, այդ կարգի քայլերի դիմելով փորձում են ուղղակիորեն թիրախավորելով ժողովրդի սոցիալ-տնտեսական այդ կարիքների բաժինը փորձել ժողովրդի խաբել կրկին ձայներ ստանալ։ Բայց ամեն դեպքում միայն խնդիրը սոցիալ-տնտեսական այդ հարցերը չէ։ Նախ հենց այս գլխի տակ տնտեսական այդ խնդիրների գլխի տակ ասեմ, որ Նիկոլը ինչպես է ձեզ խաբում եւ դուք խաբվում եք, շատերը խաբվում են Նիկոլի տված այդ խոստումներով ստեղծած այդ պատկերացումներով, որ իր կատարած աշխատանքների մասին ինքը ձեզ ներկայացնում է։ Նախ խոշոր մեկ մասը այդ ամբողջ աշխատանքների, աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, ես ինչ գիտեմ, այդպիսի ավելորդ շռայլություններ, որ անում է քաղաքացիների կապակցությամբ, գումարներ է բաժանում, ինչ գիտեմ, բարգավաճարներ, բան, դրանք բոլորը, գիտեք, ժողովուրդ ջան, դրանք բոլորը կատարվում է արտաքին պարտքի շնորհիվ։ Հայաստանի տնտեսությունը դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, արտադրող այնպիսի տնտեսություն չի, որ ունի հսկայական ֆինանսական աղբյուրներ, ունենք հսկայական տնտեսական աճ, գործարաններ են աշխատում, հսկայական, ես գիտեմ, ստորգետնյա աղբյուրներ ունենք, ռեսուրսներ ունենք, նավթ ունենք, գազ ունենք, ես գիտեմ, հանում ենք, ծախում ենք աշխարհին, բարձր տնտեսություն ունենք, այդպես հսկայական գումարներ է մեր աշխատանքի շնորհիվ գալիս մեր երկիր։ Բոլորս էլ գիտենք, որ այդպիսի բան չունենք, ունենք մի հատ պղանձամոլիբդենային հանք, ունենք ես ինչ-որ որոշակի համանախապակ քանակությամբ արտադրանքներ, որոնք կարողանում ենք արտահանել այդ Նիկոլի շնորհիվ, հիմա դեպի ռուսական շուկաներ, հիմա կտեսնեք հաջորդ շաբաթ ինչ կկատարվի այդ ամենի հետ, եւ հենց այսքանը։ Եվ մի բան չի փոխվել, ինչպես որ նախագահ Քոչարյանը այսպես ասած խոշոր ձեռնարկություններ, արտադրություններ պետական առումով չեն ստեղծվել, ձեռնարկություններ, գումարներ, որ եկել է Հայաստան, պիտի ներդրվեր միտեղ, գործարաններ բացվեին, աշխատատեղեր բացվեին, արտադրություն լիներ, հավելյալ արժեք ստեղծվեր, այդպիսի բաներ ինքներդ էլ գիտեք ինձանից լավ, որ այդ առումով չի եղել, որ հնարավոր լինի այդքան հսկայական գումարներ ապահովել քաղաքացիների հանդեպ նման շռայլություններ անելու։ Նիկոլ ինչ է անում, արտաքին պարտք է վերցնում ձեր գպարների հաշվին, ձեր հաշվին գնում է
դրսից պարտք ա վերցնում, ճիշտ կարծես ձեր տան, այդպես ասած, կալվածագիրը վերցնում է, տանում է միտեղ, այդպես ասած, դնում է միտեղ բանկում, որպես երաշխիք ա դնում, գումար ա վերցնում, հետո գումարը վերում է ձեզի հետ ա տալի, եւ ձեզ այնպես ա համոզում, որ այդ գումարը ինքն ա տան վերաբերել ձեզ, բայց իրականության մեջ այդ պարտքը դուք պետք է հետ վճարեք աշխարհին։ Ես նախորդ անգամ էլ ասացի, 1000 անգամ էլ կասեմ, որպեսզի հասկանաք այդ արտաքին գումարները, որ գալիս է, Նիկոլը ամեն անգամ կառավարության նիստին այսքան պարտք են վերցնում, դրանք պարտք են, նույն այն վարկերի նման, որ դուք վերցնում եք Հայաստանի բանկերից տոկոսներով, իդեպ տոկոսներով վերցված վարկեր են, որոնք պետք է միջազգային բանկերին վերադարձվի համապատասխան տոկոսներով։ Դրանք օգնություն չեն։ Օգնությունը Եվրոպան խոստացավ ձեզ, ընդհանրապես չբերեց եւ չհանձնեց ձեզ։ Օգնություն ուրիշներն են խոստանում, չգիտեմ դրանցից որքանն եք դուք ստացել Հայաստանում, կամ Նիկոլը ստացել է, եւ եթե ստացել է դրա որքանն է եկել հասել ձեզ։ Խոշոր մեկ մասը դրանք պարտքեր են։ Պարտքեր են, որոնք ցանկացած ողջամիտ հայրենիքի համար մտածող խելամիտ ղեկավար այդ պարտքերը կվերցնի, կբերի երկրում, փոխարեն դրանք կանխիկ կերպով դնի ժողովրդի գրպանը, ժողովրդին խափի, դրանք կտանի ներդրում կանի, գործարան կբացի, աշխատատեղ կբացի, որպեսզի այդ գումարը սկսի աշխատել, պարտքը կարողանա վերադարձնի եւ հավելյալ գումարից, որ մնում է, դրանից հետո կսկսի ժողովրդին գումարներ վճարել։ Բայց իրականության մեջ Հայաստանում այսօր դա տեղի չի ունենում, որտեղ տեսնում ենք շարունակաբար այդ պարտքը մեծանում է։ Եթե չեմ սխալվում, Նիկոլի իշխանությունը վերցրեց 4 միլիարդ պարտքով, այսօր մոտավորապես գումարը հստակ չեմ անում, մոտավորապես 15 միլիարդ դոլարի դուք պարտք եք միջազգային բանկերին։ Եվ այդ պարտքը Նիկոլը չի մուտք հետ վերադարձնելու, Հայաստանն է վերադարձնելու։ Հայաստանը ով է? Հայաստանը դուք եք, քաղաքացիներ Հայաստանի, որ հայկեր եք վճարում, այդ գումարները մտնում եք պետական բյուջեից, այդ գումարները պետք է հետ վերադարձվի միջազգային բանկերին պետական բյուջեից։ Ու երբ ժամանակը հասնի, դուք կամ պետք է ավելի բարձր տոկոսներով ուրիշ բանկերից վարկ վերցնեք, որ այդ վարկը փակեք, կամ պիտի փակեք։ Այս պահի դրությամբ ես նախկին անգամ էլ հաշվարկեցի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի $5000 այս պահի դրությամբ պարտք է միջազգային հարությանը, ցանկացած քաղաքացի։ Այսինքն մոտավորապես մի 4 հոգանոց նորմալ ընտանիք միջազգային բանկերին Հայաստանում պարտք է $20000։ Այսինքն դուք հիմա որ ձեր տանը նստած լսում եք այս լայվը, դուք հիմա $5000 չափ, եթե չեմ սխալվում, մոտավորապես այս պահի դրությամբ, հիմա վաղ ինչքան կլինի, չգիտեմ, ավելամար բարձրանալու է, $5000 դուք արդեն պարտք ունեք միջազգային բանկերին, որը պիտի վերադարձնեք։ Չվերադարձնեք, Նիկոլը ձեր հաշվին ուրիշ պարտք է վերցնելու, այդ 5000 դառնալու է 6000, 7000, 8000։ Իսկ ձեր ընտանիքը եթե 4 հոգանոց է, դուք արդեն $20000 պարտք ունեք։ Սա է իրականության մեջ։ Հիմա հաշվեք այս ամբողջ տարիների ընթացքում Նիկոլը որքան, այդպես ասած, գումարած է։ Արդյոք դուք ձեր կյանքում $5000 ստացել եք Նիկոլից որպես պարգևավճար, որպես ես գիտեմ, որպես սովորական աշխատող, կամ ինչ-որ փոփոխություն զգացել եք այդ 5000-ի արդյունքում ձեր կյանքում։ Նիկոլի բերած փոփոխությունը այդ ասֆալտն է Երևանում, տեսել եք ինչ վիճակի մեջ է։ Բուժօգնության մասին է շատ խոսում, ես քանի որ Միացյալ Նահանգներում դրա փորձն ունենք, ես շատ ավելի հստակ կարող եմ ասեմ, քանի որ հիմա դուք չեք նկատում ինչա կատարվում, որտեղ նոր այդ ծառայությունը սկսել աշխատել, բայց սոսկալի վիճակ է ստեղծվելու այդ կապակցությամբ շատ մոտ ապագայում ձեզ համար, ինչ ասում ցավոք սրտի, հենց մեր շատ հայերի դեպքում պատճառով, ասեն Կալիֆոռնիայում այդ իրավիճակը ստեղծված է։ Նիկոլ օրինակի համար ստեղծել է անվճար բուժ սպասարկությունների համակարգ տարեցների թոշակառուների համար, ինչը գնահատելի աշխատանք է։ Այսինքն եթե այդպես երևույթն եք նայում, ոչ մի վատ բան չկա, որ դու տարեցներին հարկես իրենց անվճար բուժ օգնություն տրամադրես։ Բայց նման շռայլություն աշխարհի երկրները իրենց թույլ են տալիս այն երկրները, ովքեր քիչ առաջ ասեցի, ունեն հզոր տնտեսություն, հավելյալ գումար, եւ այդ հավելյալ գումարներով կարողանում են այդպիսի ծառայություններ մատուցել իրենց քաղաքացիներին, տարեցներին, թոշակառու քաղաքացիներին։ Բայց եթե դու պետական արտաքին պարտքերով ես կարողանում քո տնտեսությունը պտտացնել, ինչ է լինում։ Նիկոլը գնում է ձեր գրպանի հաշվին, պարտք է վերցնում, որ դուք պետք է վերադարձնեք, քիչ առաջ էլ ասեցի, իսկ այդ վերցած պարտքից, որ դուք պետք է վճարեք, անվճար ծառայություն է մատուցում, ասենք, տարեցներին, թոշակառուներին։ Այդ անվճար չի, գիտեք ժողովուրդ, դուք հավանաբար այն տատիկ պապիկը, որ գնում է այդ անվճար ծառայությունից օգտվում է, այո, գումար չի վճարում։ Բայց այն բժիշկը, որ այնտեղ նստած է, անվճար չի աշխատում։ Նա դրա դիմաց պետությունից է գումարը ստանում։ Այն դեղը, որ օրինակի համար անվճար տրամադրվում է ձեր ծնողներին, անվճար չի, ամեն դեպքում
այդ դեղատուն այդ դեղի գումարը ստանում է պետությունից։ Իսկ պետությունը այդ գումարը որտեղից է վճարում, ձեր կրպաներից է վճարում, ձեր հարկերից է վճարում, այն պարտքից է վճարում, որ ինքը միջազգային բանկերից վերցրել է, որպեսզի հիմնական հիմնաշենային ենթակառուցվածքներով ներդրում կատարի, բայց բերում է այսպես ուրեմն բաժանում է ձեզ եւ դուք առանց հասկանալու ձեզ թվում է որ անվճար ծառայություններ է մատուցվում, բայց այդ ծառայությունների համար դուք եք այս պայի վճարում ձեր հարկերով, որպեսզի ասենք ինչ որ մեկեր այնտեղ տարեցները ստանան։ Ասում եմ, երևույթի մեջ վատ բան չկա, բայց այս նման մեկ համակարգ կարող է ճիշտ աշխատել, եթե երկիր ունի հավելյալ մեծ տնտեսություն, զարգացած տնտեսություն, զարգացած հսկայական հավելյալ գումարներ, դրամային պաշարներ, ռեսուրսներ, որոնցից կարողանում են նման ծառայություններ մատուցել, ասենք իր քաղաքացիներին։ Քիչ առաջ ասացի, որ ասենք Կալիֆոռնիայում նման ծառայություններ կան, տարեցները նման ծառայություններից օգտվում են, բայց նույնիսկ Միացյալ Նահանգներում, որ նման հզոր տնտեսություն ունի, ոչ մի տնտեսական այստեղ խնդիր չկա, միջազգային այդպիսի պարտքեր չեն վերցնում, ունի աշխատող տնտեսություն, հավելյալ գումարներ, աներևակայելի, ասենք Հայաստանի բյուջեի հետ անհավեմատելի բյուջե, հիմա Կալիֆոռնիայի այդպես ասած բյուջեն կարծում եմ մի քանի տասնյակ կամ 100 կամ հազարավոր անգամներով գերազանցում հավանաբար Հայաստանի պետական, բայց նույնիսկ մեր մոտ ոչ բոլոր տարեցներն են, որ կարողանում են օգտվել նման բուժ ծառայություններից։ Միացյալ Նահանգներում աշխատած տարեցկինը պարտավոր է ինքը իր ապահովագրության համար վճարել։ Սա իրականություն եմ ձեզ ասում։ Մարդիկ մինչև 80 տարեկան, 90 տարեկան աշխատում են, եթե եղել եք Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում, տեսած կլինեք, որ խանութներում, բարերում ձեր մարդիկ կան ձեռնափայտով գալիս են աշխատանքի, թոշակի չեն անցնում, որտեղ թոշակի անցնելու դեպքում ես կյանքը լրիվորեն կործանվելու է։ Պարտավոր են գան կանգնեն աշխատեն, որպեսզի կարողանան ինչ-որ այդպես ապահովություն, ապահովարական համակարգը, որ այդ ընկերությունը իրենց ներկայացնում է, դրանից օգտվեն։ Անվճար սպասարկությունից օգտվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց մեկ մասը իսկապես անապահով են, մեկ մասն էլ այդպես ասած խաբեբայությամբ սուտ խոսելով ցավոք սրտի մի խոշոր մասն են մեր հայրենակիցներն են այդ համակարգերի մեջ ներգրավված, կարողանում են իրենց գրանցել որպես անվճարունակ կամ այդպես ասած թույլ, տնտեսապես թույլ խավեր եւ ստանալ այդ բժշկական ծառայությունները, օգնությունները։ Եվ ինչ է կատարվում նույն խաբեբայությունները, որ այստեղ է կատարվում, ես վստահ եմ շատ շուտով Հայաստանում էլ դուք դրա ականատեսներ լինում, ինչ է լինում, քանի որ անվճար է, եթե այսինքն ճիշտ է, մեր ծնողը կամ այդ պատիկը կամ պապիկը պիտի տարին մեկ անգամ բույժ քննություն անցկացնի, սրտի ես ճիշտ գիտեմ տարբեր անալիզներ պետք է անցկացնի եւ դրա համար պետք է վճարում կատարվի, բժիշկը, քանի որ գիտի դրա դիմաց ինքը գումար է ստանում, փոխարեն տարին մեկ անգամ այդ անալիզը նշանակի, երկու անգամ անալիզը նշանակում։ Եվ պատմությունից երկու անգամ այդ գումարը ստանում։ Եթե ապրել եք Լոս Անջելեսում, գիտեք, որտեվ ես այդ իրականության ականատեսն եմ, բժիշկը զանգում է տուն, ասում է դե գիտես անալիզի ժամանակն է, հիմա 3 ամիս առաջ ես անալիզը անցկացրել, ասում է չէ, պիտի նորից գաս անալիզ տաս։ Ու մարդը իր գրպանից չի վճարում, գնում է նայել է նորից անալիզ տալիս։ Բայց այդ անալիզների փոխարեն օրինակ ես վճարում եմ Միացյալ Նահանգներից հարկատուն եմ վճարում իմ վճարած հարկերի, որ մտնում է Հայաստանի Միացյալ Նահանգների պետական բյուջեն, դրանից գնում է այդպես ասած այդ անվճար իբր անվճար ծառայություններն է մատուցում։ Կամ եթե ապրել եք Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, մտել եք տների մեջ, տեսնեք բոլորի այդպես ասած պահարաններում այսքան կապոցով դեղեր է լցված։ Դեղեր, որոնք ընդհանրապես չեն էլ օգտագործված։ Մի 2-3 հատ այսպես մի փոքր բաժին օգտագործված է, մնացած մնում է։ Ինչու՞, որտեվ այդ տարեց մարդուն անվճար դեղորայք է ուղարկվում տունը, պետությունն է իբր փողն առնում, բժիշկը գրում է դեղատանը, դեղատանը այդ դեղ ուղարկում է առանց նկատի առնելու, որ այդ տարեց մարդը կամ պետք ունի կամ օգտագործում է, թե չէ ժամանակը որ գալիս այդ դեղը ուղարկում է տները։ Եվ այդ գումարի համար այո, այդ անվճարունակ մարդը չի վճարում, այդ թույլ տնտեսությունն տնտեսապես թույլ անձը չի վճարում, բայց վճարում է պետությունը, պետության գումարը որտեղից է գալիս, իմ հարկերից է գալիս։ Նույն այս ցավալի իրականության ականատեսը լինելու եք դուք շուտով Հայաստանում։ Այսինքն այդ բժշկական հաստատությունները, որ նման անվճար ծառայություններ են մատուցում, կամաց սկսելու են հասկանալ, որ կարելի է այսպես էլ աշխատել, կարելի է այսպիսի տեղերից գումար էլ անել։ Մեկ այդ մարդու գումարը չի վճարում, այդ թոշակառու տարեցը չի վճարում այդ գումարը, պետությունն է վճարում, թքած ունեն պետության վրա, թող վճարի, փոխարեն 1 դեղ կնշանակեմ, 3 դեղ կնշանակեմ, ով է գալի, ինչ վերահսկողական համակարգ է այդտեղ հսկում։ Գիտեք,
Սրանք է որ կարևոր է, որ Նիկոլը ձեզ չի ասում, եւ ձեզ միայն մի հատ այդպես խակ մի հատ համակարգ է ներկայացրել, գնացել է Միացյալ Նահանգներում կամ եկել է մեզ մոտ, տեսել է նման մեկ համակարգ մեզ մոտ գործում է, բերել է հիմա ձեզի ներկայացնում է որպես անվճար ծառայություն, ու դուք ուրախ եք, որ ձեր տատիկ, ձեր հայրը, ձեր մայրը, որ ասենք թոշակառու է, այդ ծառայությունից օգտվում է եւ գումար չի վճարում։ Բայց իրականության մեջ դուք եք այդ գումարը վճարում ձեր հարկերով, այն հարկերը, որ պիտի գնային ենթակառուցվածքների վրա աշխատեին։ Եվ այս ընթացքում միած ստեղծվում է սխեմա, որի վրա ոչ մի վերահսկողություն չկա, որտեղ դուք չեք կարող հասկանալ, որից է մեկը չկա որ հսկի, որ արդյոք այդ դեղը որ նշանակվել է, պետք է մեկ հատ նշանակվել թե երկու հատ նշանակվել, այդ գումարը որ այդ դեղերի դիմաց գանձվել է, ճիշտ է գանձվել, սխալ է գանձվել, արդյոք անհրաժեշտ է այդ անալիզները, որ հիմա կանչել են ձեր ծնողին, որ պիտի գնա այդ անալիզները անցկացնի, ճիշտ է այդ պիտի ժամանակն էր, թե ժամանակը չէր, չեք էլ այդ արկրի, որտեղ դուք չեք գումար վճարում դրա համար, դες թվում է որ չեք վճարում, բայց իրականության մեջ ասեցիք։ Գիտեք, այսպեսի մի հատ սխեմաներ Նիկոլը ստեղծել է ձեզ համար, պատրանք ստեղծելով, որ ձեզ օգնում է, ձեզ տնտեսապես բարեկեցիկ կյանք է ստեղծել ձեզ համար, մի հատ խաբուսիկ, վերացական, կեղծ իրականություն, որը ընդհանրապես իրականություն չի, որտեղ հետո դրա ձենը հետո է դուրս գալու ձեզ համար, երբ կանգնենք մետեղ, որ այդ միջազգային բանկերը կասեն, լավ, բայց դու էլ վարկ չենք տալի քեզ, որտեղ այդպես էլ չի, որ միջազգային բանկերը անսահման քեզի վարկ են տալիս։ Օրինակ, դու եթե գնում ես մի հատ բանկի ես դիմում, ասում ես, որ ինձի վարկ տուր, բանկը ստուգում է, որ դու արդյոք այդ վարկը վերադարձնելու կարողություն ունես, թե չէ։ Ինչ ունեցվածք ունես, մեքենա ունես, տուն ունես, ինչ ունես, կալվածք ունես, ինչ ունես, որ դրա դիմաց ինքը քեզի վարկ է տալիս։ Եվ երաշխիքներ պետք է ստանա, որ դու կարող ես այդ վարկը վերադարձնել։ Մինչև այն ժամանակ, որ դու այդ երաշխիքները ներկայացնես, ինքը քեզի այդ վարկը կփոխանցի, իսկ եթե երաշխիքներդ ավելի թույլ լինեն, բնականաբար ավելի բարձր տոկոսադրույքով այդ վարկերը քեզ կվճարի, ու մի տեղ կհասնի, որ այլևս քեզի վարկ չի տա, կասի դու էլ չունես, որտեղ վարկի տեղը լցվել է, քո ունեցվածքը շատ ավելի քիչ է այն վարկերից, որ ունես, ոնց ես այդ վերադարձնելու, չես կարող վերադարձնել, սկսես սնանկանալ։ Եվ շուտով Հայաստանի տնտեսությունը այդ վիճակում է հայտնվելու, քանի որ միտեղ կհասնի, որ միջազգային բանկերը Նիկոլին վարկ չեն տալու, որտեղ կասեն լավ ընկեր, բայց դու ինչի դիմաց ես մեզանից վարկ վերցնում։ Այդ գումարները, որ վերցրել ես, որտեղ է ծախսվում, որտեղ է արտադրվում, ինչպես ես այդ վերադարձնելու, ել չենք տալիս։ Դրանից հետո դուք հետո կսկսեք զգալ Նիկոլի կատարած աշխատանքների սոսկալի վիճակը։ Ես տնտեսագետ չեմ, տնտեսագետ չլինելով, այսքանը կարողանում եմ հասկանալ։ Հավանաբար տնտեսագետները շատ ավելի կարծում եմ լավ կարողանան այս բաները բացատրել, հիմա մեր ընկերներից Արթուր Խաչատրյան կարող են շատ ավելի լավ այս ամեն ինչ, որ ես ձեզ բացատրեցի, բացատրեն ձեզ։